բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 15-ի համար, տարվա բոլոր նշանների համար, տեսնենք թե մեզ ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 15-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, որը ձեզ քնից կհանի, այդ ինչ-որ մի բան է այստեղ, որը ուշանում է, այդ լուրի միջոցով կարող իմանալ, որ ուշանում է ինչ-որ մի բան, բայց դա ձեզ համար լավ լուր է, ոչ բոլոր բաներն են, որ ուշանում են լավ է, ինչքան հարցեր կան, որ ինչքան ձգձգվում է, այնքան ավելի լավ, նաև հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում, նոր հնարավորություններ, ոմանց համար նոր ծանոթություն, ժամադրություն, սիրելին կվերադառնա տուն, սիրելիի մոտ ոչ մի հաջողակ մի բան տեղի կունենա, որ ձեզ կուրախացնի, հաջողությունը նաև ձեր հարաբերություններում կարող է լինել։ Օրվա ընթացքում ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, չուշանաք կամ ժամ կպայմանավորվեք, ժամերի հետ կապված ինչ-որ փոփոխություններ կանեք։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևէ մասնագետի հետ և գումար կծախսեք կամ եք կստանաք, այսքան գումարի հետ կապված երկուսն էլ կա այստեղ, ավելի շատ դա ստանում են եկամուտ են ունենում, այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 15-ին։ Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, այդ օրը գորգռում եք, առավոտյան, ինչ-որ մարդկանց վրա, կարող է մեքենայի հետևն են փակել, կարող է երեխաներն են քնած, ինչ-որ պահեր են, որ կարող եք գորգռալ առավոտյան շուտ,
Նաև տատանվում եք, ծանրութեթև եք անում, որտեղ ինչ-որ մի բան ուշանալու է եւ դա է հենց այդ ձեր մտածմունքի պատճառը։ Մոտավորապես կուշանա մինչև 1.5 ամիս, դրա համար մտածում եք ինչպես այդ հարցին լուծում տալ։ Եվ հուզվում եք, նաև կարող եք արտասվել։ Երեկոյան արդեն ամեն ինչ կարգավորվում է, հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում, պետք է օգտվեք այդ հնարավորությունից եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք։ Դա կարող է լինել ներնեք եւս այլ հաջողություն առավոտյան կարող է գորգռալով հասնում եք ձեր հաջողությանը, ձեր ուզածին եք հասնում։ Նաև երեկոյան պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, այդպես պետական յուրաքանչյուր հիմնարկություն։ Ընդհանրապես ասեմ, սա պետականի մեջ մտնում է նաև այնտեղ բրոկերներ, նման կենտրոն գնաք, իրավաբանական կենտրոններ գնաք, այդպես նման բաներն էլ են մտնում, հա, մեջը ոչ թե ինչ-որ հատուկ, ինչ-որ նախարարություններ կամ նման տեղեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 15-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ինչ-որ բան է փակ առավոտյան չեք կարողանում անել։ Ինչ-որ չափով է, գիտեք, ձեր ձեռքում է, կարող եք, եթե ուզենաք, կարողանաք անել։ Օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, կամ տարեց անձնավորությունը, կամ պետական աշխատող, կամ այդպես ձեր ընտանիքի անդամներից մեկը։ Կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ եւ աշխատանքի հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնեք կամ ընդունելության, կամ հենց կոնկրետ աշխատանքը բաց թողնեք, այստեղ կարող ձեզ առաջարկ են անում, եւ մինչև ձգում եք, այստեղ կարող վիճում եք եւ բաց եք թողնում այդ հնարավորությունը աշխատանքի ընդունելության։ Եվ դա կարող է լինել պետական աշխատողի հետ հանդիպում։ Կարող է հենց այնտեղ եք վիճում եւ դες դուրս են հանում օրինակ, կամ նման որոցա պահեր։ Նաև հաճախորդը կարող է այդպես գնալ, որովհետև ուշ կարող եք պատասխանել իրեն եւ գնա ուրիշից պատվիրի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 15-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ երիտասարդ տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է։ Ինչ-որ բան է ձեզ տխրեցնում այդ օրը նաև, երկար սպասված նամակ կստանաք, SMS, հաստատուղթ, միգուցե փաթեթ է նաև, գումար կստանաք կամ գումար կծախսեք եւ եւս էլի երեկոյան ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք կամ նաև փաստաթղթեր կարող դասավորել կամ գնալ, ստանալ, ուղարկել, նույնը եւս փաթեթ։ Նա կարող է առավոտյան իմանում եք, որ փաթեթը եկել է, բայց հարմար չի, հետո եք գնում ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրամաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 15-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը գումար կստանաք, նաև ոմանք էլ գումար կծախսեն, որից է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը բավականին շատ կբարձրացնի, եւ ինչ-որ միտեղ կարող եք երկար մնալ, կամ գիշերը ուշ տուն գալ, կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է դեռ կանգնած, գիտեք, որ ոնց որ տեղից իրար չի գալիս դեռ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրամաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 15-ին։ Հարգելի օձեր, այդ օրը կարող եք գնալ հիվանդանոց, այնտեղ երկար մնալ կամ բժշկական կենտրոն, այնտեղ երկար մնալ։ Նաև տան հետ կապված որևէ հարցեր կան, որոնցով պետք է զբաղվեք այդ օրը, լուծեք, գուցե առիթ է, միգուցե ձեր տանն է կամ պետք է գնաք, տեղափոխություն կարող է լինել, հավաքել, ուղղորդ կանել, մի խոսքով ինչ-որ հարցեր են, որոնցով որ պետք է զբաղվեք տան հետ կապված։ Ոմանց սիրելին կարող է վերադառնալ, ժամադրություն ունեք, սիրահարվածություն, շատ սեր, սիրո խոստովանություն, ինչ-որ բան տեղի կունենա, ձեզ սիրված կզգաք, նաև այդ օր ուղղակի ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չմոլորեցնեն,
Նաև յուրաքանչյուրը փաստաթուղթ է, այդպես նման ինչ-որ բաներ ստորագրելուց անպայման ուշադիր եղեք, որպեսզի չսխալվեք։ Նաև ինչ-որ մի բան կա, այդպես փուչիկի նման պայթի այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին մայիսի 15-ին։ Հարգելի ձեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հիվանդանոց կարող եք այցելել, բժշկական βοήθεια կենտրոն կարող եք այցելել, կոսմետոլոգի մոտ, դեղատուն, կամ միգուցե դուք եք ձեզ վատ զգում այդ օրը։ Եվ ոչ լուսավոր մի բան տեղի կունենա, միգուցե հիվանդանոց հետ է կապված, կարող երեխա է ծնվում, կամ հղիության լուր եք լսում։ Ամենայն դեպս ինչ որ մի լուսավոր բան է ձեզ հետ տեղի ունենալու, որ ձեր տրամադրությունը բավականին կբարձրացնի։ Օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, բավականին էմոցիոնալ կլինեք, այդ օրը ձեր գործերը առաջ կմղեք, առաջ կտանեք եւ այստեղ եւս էլի հաջողություն ունեք երեկոյան, նոր դռներ են բացվում ձեր առջև, պես ինչ որ հաջողակ օր է, ինչ որ բաներ անելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այցերի։ Ինչ է սպասվում այցերին մայիսի 15-ին։ Հարգելի այցեր, այդ օրը տատանվում եք ինչ-որ մի հարցին չեք կարողանում լուծում գտնել, դրա համար եք տանջվում, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ այդ օրը, սպասում եք կարծես թե որ գան ավելի շատ, ոչ թե դուք եք գնալու,
Եվ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք օրվա ընթացքում, բայց նաև տխրում եք, ինչ-որ բաներ ձեզ տխրության է բերում, միասթափված եք կամ այստեղ ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, ուղղակի առավոտյան է տատանումը դեռևս ոնց որ կա, հայ չեք կարողանում ինչ-որ հարցին լուծում տալ։ Երեկոյան հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, մի փոքր մեծ է տարիքով, եւ որևիցե հնարավորություն նաև կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Քիչ խառը օր է, պետք է ուշադրություն, որպեսզի ինչ-որ հարցերին կարողանալ լուծում տալ։ Ուղեղը միշտ սառը պահել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 15-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ բանի եք սպասում, ինչ-որ մեկին եք սպասում, ելք եք փնտրելով այդ հարցին լուծում տալու համար, նաև ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, գուցե գտնում եք ելքը օրվա ընթացքում, նաև կարող են սիրո խոստովանություն անել ձեզ, կամ դուք անեք ինչ-որ մեկին սիրո խոստովանություն, նաև դա հարազատների շրջապատում այդպես կարող գտնվել։ Ոմանք պայմանագիր կկնքեն այդ օրը, ոմանք ամուսնության առաջարկ կստանան, կանեն, նաև գործարք է, որ կարող եք կնքել, կամ ինչ-որ աշխատանք է, որ մշտապես անում եք այդպես այդ օրը եւս կանեք, նաև կարող է տանել շատ կարևոր իրադարձություն է, եւ ճանապարհ եք գնալու այդ օրը, կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին մայիսի 15-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը երկար սպասված վայցե նամակ կստանաք, վայցե տեղեկատվություն կստանաք, այդտեղ նաև ինչ-որ մի բան փակ է, փակ է, հա, չի լինում, միգուցե դրա ինչ-որ եկեսանիների մեղավորությունն է նաև, որ այդ ինչ-որ պահը ձեզ մոտ այդ օրը չի լինում,
Ինչին որ երկար եք սպասել, կամ իրոք արդեն այնքան ձգձգեցին այդ երկերեսայինները, որ ձեզ արդեն անհրաժեշտ էլ չէ դա։ Եվ այդ հնարավորությունը ձեր ձեռքից բաց կթողնեք։ Ինչ-որ մի բան, հա, ոնց որ սպասում եք, բայց երկերեսայինների պատճառով ինչ-որ մի ձևով չի լինում դա։ Կամ ստանում եք, բայց էլի ոնց որ լիարժեք չէ դա։ Նաև այդ օրը այդպես սիրված կլինեք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, այդպես սեղանի շուրջ կնստեք, ձեզ լավ կզգաք, նաև սիրո խոստովանություն կարող ստանալ, ժամադրության կարող գնալ, այդպես նստեք սեղանի շուրջ ձեր սիրելիի հետ։ Սպասման մեջ եք լինելու, սպասելու եք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին, և կարիերայում մի փոքր առաջ խաղացում ունեք, առաջընթաց կա, տարբերությունը կնկատեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին մայիսի 15-ին։ Հարգելի շներ, այդ օրը ոմանք կայցրեն բժշկական կենտրոն, ոմանք պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը, նաև կարող եք գնալ կոսմետոլոգի մոտ ուղղակի, ոչ հատուկ ինչ-որ բժշկի, նաև ինչ-որ բան է ձեզ մոտ ուշանում այդ օրը, մոտավորապես մինչև 1-1.5 ամիս այդպես կարող է ուշանալ։ Օրվա ընթացքում ձեր գործերը կփորձեք առաջ մղել, ձեր աշխատանքը կփորձեք առաջ մղել, որքան հնարավոր է։ Նաև ոմանք կարող աշխատանք են փնտրում եւ այդ առումով առաջ մղեք, հա, ոնց որ ավելի շատ տանեք, բաժանեք ձեր ռեզյումեները, այդպես այդ հարցով կարող եք առաջ մղել ձեզ։ Նաև դա բիզնես եթե ունեք, հաճախորդների գործերը եթե ունեք, այդպես ինչ որ մնացել է, կփորձեք այդ օր առաջ մղել։ Եվ ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ մոտ, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, նաև տատանվում եք, ելք եք փնտրում եւ կարող եք կտրուկ որոշում կայացնել, կտրուկ քայլ անել ինչ որ մի բանի համար։ Դե այստեղ կախված է թե ինչն է, հա, ձեզ տանջում եւ ինչին եք ելք փնտրում եւ այդպես կտրուկ քայլ, կտրուկ միտքը կարող եք փոխել, կամ ինչ-որ անսպասելի է դա ձեզ համար, և դրա համար արագ ելք եք փնտրում այդ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 15-ին։
Հարգելի վարազներ, այդ օրը մտքերի մեջ կլինեք, ինչ-որ բաների մասն եք մտածում, այստեղ կամ երգեսանիների մասն եք մտածում, իրենք են այնպես անում, որ մտածեք այդ ուղղությամբ, նաև զարգացում ունեք այդ օրը, ինչ-որ ոլորտ առաջ խաղացում ունեք, այն ինչ-որ կանգնած էր, կաղում էր, այստեղ անսպասելի կտրուկ կամ ծախս եք անելու այդ օրը, կամ նաև գումար կստանաք։ Եվ ուրախ կլինեք օրվա վերջ, տրամադրությունը բարձր կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։